Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Նրա հայրը Ասլանը գյուղի քահանան էր, ձեռնադրված որպես Տեր-Թադեոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից։ Մայրը Սոնան ծաղկում էր Քոչարյանների տոհմից եւ նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույցով եւ լավ պատմող, նա իր երեխաներին լեգենդներ, առակներ եւ հեքիաթներ էր պատմում, համեմատ ժողովրդական ոճով եւ դարձվածքներով։ 1879-ից 1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-ից 1883 թվականներին սովորել է Ջալալօղու նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1882-ից 1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսաթողնելով ուսումը աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև հայ հրատարակչության միության գրասենյակում։ 1893 թվականից աշխատակցել է Աղբյուր, Մուրջ, Հասկեր, Հորիզոն պարբերակներին, զբաղվելով գրական եւ հասարակական գործունեությամբ։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է վերնատուն գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Բերտ Պրոշյանը, Նիկոլ Աղբալյանը եւ ուրիշներ։ Որոշ ընդունություններով խմբակը գոյատևել է մինչև 1908 թվական։ 1912 թվականին Թումանյանը ընտրվել է նորաստեղծ հայ գրողների Կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին Հայոց հայրենակցական միությունների միության նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրածունածները հաշվելու եւ Փարիզի հաշտության խորհրդաժողովի ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է քննիչ հանձնաժողով Թումանյանի գլխավորությամբ։ 1912-ից 1921 թվականներին եղել է հայ գրողների Կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդանացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտե։ 1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թվականին տրած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվա հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ 1887 թվականին 19 տարեկան հասակում Թումանյանն ամուսնանում է 18-ամյա Օլգա Մաչկալյանի հետ։ Նրանք ունենում են 10 երեխա՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Անուշ, Արփենիկ, Արեգ, Սեդա, Տամար։ 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-ից 1906 թվականներին հաշտարարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով երկու անգամ ձերբակալվել։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է երկու հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողների։ Թումանյանին մշտապես մտահոգել եւ հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը։ Մեծ եղերնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը 1916 թվականին երկու անգամ եղել է ազատագրված վայրերում, հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է պատերազմից վնասվածներին օգնող կոմիտեին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել։ Վերնատան անդամները 1903 թվականին Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան եւ Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան։ Թումանյանն իր առաջին պոեմը գրել է 12 տարեկանում եւ սովորում էր Ջալալօղու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Նա ճանաչում է ձեռք բերել բանաստեղծություններ հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Թումանյանը իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն եւ մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։
Թումանյանն իր քննարկության մեջ արտացել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ, իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված Ութանի երգը, Խրճիթում եւ այլ բանաստեղծություններով։ Հինոց նշում բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ Հայոց լեռներում բանաստեղծության մեջ խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մակարոնների եւ տանջալից ուղու մասին։